Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ։ Վարչապետը Թուրքիայի նախագահին շնորհավորել է Կուրբան Բայրամ տոնի առիթով։ Թուրքիայի նախագահը Հայաստանի վարչապետին շնորհավորել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը 2026 թվականի գարնանը Հայաստանում անցկացնելու առիթով։ Ինչը կարելի է ձեռք բերում առաջընթաց համարել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացներում։ Այդ երկիրը շարունակում է կրակել Հայաստանի գյուղերի բնակիչների տների վրա։ Եթե համաձայնեցված է գնում եք խաղաղության, ինչու է կրակում։ Քանի դեռ վերջնական չենք հանգել խաղաղության, չենք ստորագրել եւ ձեռք չենք սեղմել, էսկալացիայի վտանգը կա։ Ինչու են կրակում, չեմ կարող ասել։ Լավ, ինչը ստիպեց հայկական կողմին քննարկվող երկու կետերի շուրջ Ադրբեջանի հետ համաձայնության գալ։ Ինչու օրինակ Հայաստանի առաջարկները Ադրբեջանը չընդունեց, իսկ Հայաստանը համաձայնեց։ Ինչի ենք մենք դրա մասին իմանում Բաքվից, եւ երկրորդը Ադրբեջանը չպատասխանեց, դուք ընդունեցիք ադրբեջանական շարադրանքը։ Եկավ մի պահ, երբ մենք մտածեցինք, որ հետագա ուրեմն բանակցությունները մնացած քննարկվող ձևակերպումների շուրջ քիչ հավանական են, որ կտան ուրեմն ցանկալի արդյունքներ եւ կստացվի մի իրավիճակ, որ հետագա քննարկումները, որոնք կրկին աղոտ հեռանկարով քննարկումները, ուրեմն հարցականի տակ կդնեն արդեն իսկ համաձայնեցված շատ էական ուրեմն ձևակերպումները եւ այդ պատճառով նաեւ մենք վերջին գործողությունը, որ արվել է, մենք հայտնել ենք վերջին տարբերակի, վերջին առաջարկի շուրջ մեր ուրեմն համաձայնության մասին։ Ու հենց այստեղ էր Միրզոյանը կանխատեսեց, որ ընդդիմադիրների միջև լեզվակռիվ ու վեճ է հասունանում։ Դուք ներկայացնում եք մի քաղաքական ուժ, որը 1918-20 թվականներին ինչքան ուժ ուներ, ինչքան հնարավոր էր վատ պայմանագրեր կնքեց, Ալեքսանդրապոլի պայմանագիր, չգիտեմ, հիմա ոնց դուք էլ եկեք չկռվենք, դուք չունեք փաստարկ եւ խոսալու տեղ։ Միրզոյանն այնուամենայնիվ եւս մեկ անգամ կրկնեց, որ բանակցային գործընթացում Ադրբեջանը շարունակում է իր դիրքորոշումն ու բազմաթիվ նախապայմաններ ներկայացնել։ Դուք հարցնում եք երբեն մեր 240 կիլոմետրը կամ այս կամ այն կտորը վերադարձվելու կամ Ադրբեջանը տալու է, թե չի տալու։ Ես ուզում եմ ձեզ ասել, որ այն հիմքը, որ մենք վերցրել ենք Ալմաթայի հռչակագիրը եւ Խորհրդային Միության փլուզման պահին եղած սահմանները, այդ սկզբունքը բոլոր հարցերին պատասխանում է, ենթադրվում է, որ գծելով գնալու են մարդիկ ուրեմն Ալմաթայով ենթադրվող սահմաններով եւ այն կետը, որ կլինի ադրբեջանական, բայց կլինի մեր վերահսկողության ներքո, ենթադրաբար պիտի վերադարձվի Ադրբեջանին, այն հատվածը, որը Հայաստանի սուվերեն տարածքա, բայց գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո, այս պայծությամբ պիտի վերադարձվի Հայաստանին։ Տարբեր ձևաչափերով հայ-թուրքական հանդիպումներ են տեղի ունենում։ Միրզոյանը հայտնեց, որ չունենալով պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ, երկու երկրների միջև ավելի շատ ակտիվ եւ գործուն երկխոսություն կա։ Միրզոյանի ձևակերպմամբ, սակայն, լավ կլիներ, որ այդ երկխոսությունը շոշափելի արդյունքներ ունենար գետնի վրա։ Ռուբեն Վարդանյանի փաստաբան Աբրահամ Բերմանը հայտարարել է, որ մեղադրական եզրակացությունը խախտում է քրեական իրավունքի հիմունքները, ընդգծելով, որ պատասխանատվություն կարելի է ունենալ միայն իրական արարքների համար եւ միայն օրենքի հիման վրա։ Նա նաեւ նշել է, որ մարդասիրական գործունեությունը չի կարելի ներկայացնել որպես հանցագործություն առանց հստակ ապացույցների։ Բերմանը շեշտել է, որ Ադրբեջանը պարտավորվել է պահպանել արդար դատավարության չափանիշները, այդ թվում անմեղության կանխավարկածը եւ պաշտպանության իրավունքը։ Եթե գործընթացում խախտումներ կան, դա սպառնում է հետապնդման օրինականությանը եւ արդարությանը։ Ապրիլի կեսերին էր, որ Սահմանադրական դատարանը որոշեց, որ ապօրինի գույքի բռնագանձման շրջանակում գույքը ենթակա է առգրավման, եթե պաշտոնյան ձեռք է բերել պաշտոնը ստանձնելուց հետո եւ այդ գույքը կապ ունի հանցանքի հետ։ Կառավարության նիստում գլխավոր դատախազն անդրադարձավ Մայր դատարանի այդ որոշմանն ու փորձեց բացատրել, որ շատերի մոտ այդ որոշումը թյուրըմբռնում է առաջացրել։ Շահարկեցին, որ այ հեսա բոլոր հայցերը հերթով կհրաժարվեք այդ հայցերը բոլորը հետ կվերցնեք, ներողություն կխնդրեք, չգիտեմ
եմ ինչ կանեք։ Ապօրինի գույքի բռնագանձման առումով 152 հայցադիմում կա դատարանում, դրանցից 5-ի վերաբերյալ կան դատական ակտեր, դրանք սակայն Նստաննա Վարդապետյանի դեռևս օրինական ուժի մեջ չեն մտել։ Դատական ակտերի մի մասի հետ մենք համաձայն չենք, բողոքարկել ենք, մի մասի հետ պատասխանողները համաձայն չեն, բողոքարկել են, բայց process-ը բնականon հունով շարունակվում է, ընդհանուր հայցագինը մոտավորապես 6 միլիարդ դրամ է։ Այնուամենայնիվ Վարդապետյանը հայտնեց, որ Սահմանադրական դատարանի վերջին որոշումից հետո դատական պրակտիկան որոշակի հստակեցումների է ենթարկվում։ Որոշակի հայցերով լինում են իրավիճակներ, երբ դատախազությունը վերահաշվարկներ կամ նոր հիմքերով ուսումնասիրություններ է կատարում եւ հետո միայն հայցեր ներկայացնում դատարան։ Սահմանադրական դատանի որոշումը նախ շատ կարևոր էր արձանագրելու, որ համակարգը սահմանադրական է, բայց այնուամենայնիվ այնտեղ կարգավորումներ բերվեցին, որը կարծում եմ տրամաբանական է, որ եթե խոսում ենք ապօրինի գույքի մասին, պետքա որոշակի կապ լինի պաշտոնավարման եւ պետական պաշտոնի կոնկրետ ժամկետների եւ այլնի հետ եւ ես ինչքան հասկանում եմ, որոշ դեպքեր կլինի, որ ինչ որ հայցերից պետք կլինի հրաժարվել հետագայում այլ վերահաշվարկների եւ այլնի առումով։ Փաշինյանը համարում է, որ Սահմանադրական դատարանի որոշումը նպաստեց ապօրինի գույքի բռնագանձման համակարգի կայացմանը։ Միևնույն ժամանակ փաստում, որ դատարանները որոշակի սպասման մեջ են, ինչ որոշում ընդունեն, որպեսզի հակադրության մեջ չհայտնվեն բարձրագույն դատարանի հետ։ Հիմա համոզված եմ, որ Սահմանադրական դատարանի որոշումը արդեն ավելի հստակ եւ անառարկելի պրակտիկա կձևավորի եւ դատախազության եւ դատարանների համար ավելի հեշտ կլինի կանխատեսելի հանրության համար կանխատեսելի միջավայրում աշխատել։ Այո, կան հայցեր, որոնցից դատախազությունը հրաժարվել է, բայց այդ հայցերը կապված են եղել Սահմանադրական դատարանի որոշմամբ հստակեցված կարգավորումներով եւ օրինակ կապված չեն եղել ձեր կողմից նշված պաշտոնավարման հետ կամ օրինակ ընդհանրապես հանցագործության հետ կապված չեն եղել, դրանք շատ փոքր տոկոս են կազմում։ Կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում Փաշինյանն ասում է հաստատակամ է ու իր դիրքորոշումը չի փոխել։ Շարունակելու ենք այդ բոլոր թալանվածները հատիկ վերադարձնել։ Ուրիշ տարբերակ չկա, չեմ փախնի։ Ոնց որ ասել են ոչ մի ձուկ եւ ոչ մի մուկ չի պլստալու, արդեն չեմ պլստում ու դրանից անկանոն շարժումներ եւ անկանոն գորգորոսներով լցրել են Հայաստանի Հանրապետությունը։ Դատախազության ներկայացրած տվյալներն են ապօրինի գույքի բռնագանձման շրջանակում 2023-24-ի ընթացքում 8 հաշտության համաձայնություն է կնքվել։ Դատախազը տեղեկացրեց, որ պետությանը վերադարձվել է 7 անշարժ եւ 2 շարժական գույք, մինչեւ հունիսի 3-ը ներառյալ 815 միլիոն 200 հազար դրամ է մուտք կատարվել վերականգնման միջոցների միասնական հաշվին։ Դժոխքի դեսպանը գնացել է Փաշինյանի հետևից ասելու, որ նրա ժամանակը եկել է կառավարության դիմաց մի խումբ քաղաքացիներ հունիսի 5-ին կրկին բողոքի ակցիա են իրականացրել ի պաշտպանություն հայ առաքելական եկեղեցու ու ազգային հոգևոր արժեքների։ Այս անգամ նրանք փոքրիկ ներկայացում էին կազմակերպել մահվան դեսպանը։ Դատարկաձեռն չէր եկել իր հետ էր բերել նաև թղթեր, որոնց վրա առանձնացրել էին Նիկոլ Փաշինյանի իրենց պատկերացմամբ բոլոր մեղքերը։ Սրբապղծություն, ներապաշտություն, Թալան։ Բորբոքված են ակտիվիստները, ասում են, եթե ընդդիմությունը չի կարողանում առաջնորդել պայքարը, թող վայր դնի մանդատը։ Մարդիկ ասում են, որ փողոցային պայքար արել ենք, բայց չի հաջողվել։ Ոչ, երբևիցե հաստատակամություն չի դրսևորվել։ Պաստառներ են բերել ակցիայի մասնակիցները, որոնցով հայոց սրբերը նզովում են կառավարության ղեկավարին հայ առաքելական եկեղեցու դեմ արշավ սկսելու եւ հայոց սրբությունները թիրախավորելու համար։ Ինքը մեր սրբությունները, այդ բոլոր մեր գեղեցիկ վանքերը, որ ամեն բլրի վրա կան, այդ բոլոր վանքերը, որ խորհրդանշում են մեզ, մեր ազգը, մեր դարերի հավատը, մեր ինքնությունը, ինքը անվանում է ինչ-որ ստորաքարշ բառերով, իսկ իրական Հայաստանը վանքերի, եկեղեցիների, սուրբ մատուրների Հայաստան է։ Ոչ եմ անում բոլորը, ովքեր որ իրոք իրենց սրդում զգում են հավատ, զգում են եկեղեցու սրբությունը, դուրս կան պաշտպանելու եկեղեցին այսօրվա դրությամբ։ Ազդեցիկ գաղափարով սիմվոլիկ ակցիա են իրականացնում ակտիվիստները, չեն հանդուրժելու պայքարը շարունակելու են հույսով, որ բոլորն էլ ոտքի կկանգնեն ու կմիանան պայքարին։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը անդրադառնալով վարչապետ Փաշինյանի հոգևորականների վերաբերյալ հայտարարություններին նշել է, որ Սփյուռքում արձագանքները տարբեր են, կան ինչպես համաձայնություն, այնպես էլ տարակուսանք։ Նա ընդգծել է, որ եկեղեցին ժողովուրդն է, ոչ թե միայն շինություն կամ հիերարխիկ վերնախավ, որ իրական հարվածը եկեղեցուն հասցնում են նրանք, ովքեր իրենց վարքով վարկաբեկում են այն։ Ռուսաստանը շփման մեջ է Ադրբեջանի հետ ռուսական տան հնարավոր փակման հարցը կարգավորելու նպատակով, այս մասին փոխարտգործնախարար Միխայել Գալուզինն է հայտարարել, որ Մոսկվան ձգտում է կանխել փակումը հարցը լուծելով դաշնակցային հարաբերությունների շրջանակում։ Նա ընդգծել է, որ կարևոր է քաղաքացիների միջև մշակութային կապերի պահպանումը։ Հիշեցնենք, Բաքուն 2025-ի փետրվարի 3-ին նոտա էր հղել Մոսկվային ռուսական տան գործունեության դադարեցման մասին։ Ռուսաստանը 8 միլիարդ դոլար կներդնի Իրանում գազային նախագծերում, այս մասին հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։ Դեսպանը մանրամասնել է, որ 5 միլիարդ դոլար կտրամադրվի կոնկրետ պարտավորությունների համար, իսկ մյուս պայմանագրերի վերաբերյալ շուտով համաձայնություններ կկնքվեն։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է նպաստել Իրանի միջուկային ծրագրի շուրջ արդար համաձայնության հասնելու երկխոսության առաջխաղացմանը։ Ուկրաինայի զինված ուժերը եւ անվտանգության ծառայությունը ոչնչացրել է ռուսական Իսկանդեր կայանքները, որոնք Բրյանսկի մարզի Կլինցի քաղաքի տարածքից պետք է արձակվեն Կիևի ուղղությամբ։ Ուկրաինական զինված ուժերի գործողության հետևանքով պայթել է 1 ռուսական արձակիչ, իսկ եւս 2-ը վնասվել են։ Խաղաղ օվկիանոսում 3000 ավտոմեքենա տեղափոխող նավ է այրվել։ Zodiac Maritime ընկերության ղեկավարությունը հայտնել է, որ 2006-ին կառուցված եւ Լիբերիայի դրոշի ներքո նավարկող Morning Midas բեռնանավի վրա եղել է 800 էլեկտրական մեքենա, որոնց հատվածում էլ բռնկվել է հրդեհը։ Telegram-ի վերջին թարմացման արդյունքում մի շարք նոր հնարավորություններ են ավելացվել։ Այժմ հնարավոր է ուղարկել անձնական հաղորդագրություններ ալիքներին առանց ադմինների կոնտակտներն ունենալու, խմբագրել ձայնային հաղորդագրությունները կտրել կամ կրկնօրինակել որևէ հատված։ Բարելավվել է նաև լուսանկարների ուղարկման ֆունկցիան։ 59 ավտոբուսը ամսի 1-ից էլ Քասախ չի հասնում։ Գյուղի բնակիչները կանգառի փոխարեն փաստի առաջ են կանգնել գյուղամիջում հավաքվել ու քննարկում, ինչ պիտի լինի իրենց հարցը։ Ճանապարհը Երևան աշտարակ մայրուղու վերջին կանգառից մինչև գյուղ երկար է, տաքսիներով թանկ կնստի։ Գյուղի հնաբնակներից Արտյոմ Պապն ասում է, այստեղ այսպիսի բան չի տեսել, երբեք չի եղել։ Վետերան տղա ամբողջ ջեբերը սաղ դեղու դոկումենտ է, բայց ոչ միտեղ չի գնահատվում։ Հենց իմ հատա ցույց տամ։ Սիդես վիրահատված 4 ստենդա դրած։ Ես ոնց 5 կիլոմետր ոտես բացեմ տենես վախենաս։ Ես ոնց 5 կիլոմետր գիշնեմ նստեմ տրանսպորտ։ Այն ասատենամ, ոնց գիշնեմ սնճազեղնելով, հա, սաղորես կամ դեխամելով, հա։ Ես չեմ դու ես։ Նայ ամբողջ ջեբերից դեղեր են նայ։ Ահա, անեմ սաղ ցույց տամ։ Ջեբերից դեղերը։ Քասախցի այս կնոջ դարձն էլ աշխատանքն է, գործից 1, 2, 3 ուշացավ, հետո իր համար էլ քայլելը չէ խնդիրը, չի ալարում, ճանապարհն է դժվար անցանելի։ Մի բան էլ դեռ հիմա ամառ է, բայց ձմեռն էլ 7 սարի հետևում չէ։ Մի կողմ դրած, ինչքան դժվար է ճանապարհը բարձրանալ, փորձել եք բարձրանալ։ Եկեք իջնենք ներքև, հետո հետ բարձրանանք, դուք տեսեք ինչքան դժվար է։ Իջնելը հեշտ է, մենք իջնելուց չենք նեղում, բայց բարձրանալ ահա որ անհարմարություն է։ Ձմեռն էլ իհարկե ես հիմա եմ ասում, բայց ձմեռը շատ դժվար է լինելու։ Սառած փողոցով ոնց իջնենք բարձրանանք։ Ով է ապահովում մեր անվտանգ իջնել բարձրանալը, ոչ մեկ։ Խնդրի լուծման հնարավոր 3 տարբերակ կար, մինչև այս քննարկումների առանցքում մեկն էլ ավելացավ։ Տարբերակ առաջին Քասախի համար առանձին մեքենա է կառավարությունը գնում, որը բնակիչներին գյուղամիջից 59-ի նոր վերջին կանգառ է հասցնում։ Երկրորդը գյուղապետարանը տրանսպորտային գիծ է ունենում, ինքն էլ հոգում իր կարիքները։ Երրորդ անհատ վարորդներն իրենց սեփական ավտոբուսներով գալիս են գյուղ, ուղևորափոխադրում 50 դրամով, որն էլ մնում է իրենց։ Եվ մի հասարակ 4-րդ տարբերակ 59 գյուղ է վերադառնում։ Այստեղ տարբերակները քվեարկում են մի քիչ անսովոր ձևաչափով, ծափերի ուժգնությունն է քասախցիների դիրքորոշման ցուցիչը։ 59 համարը բարձրանում է Քասախ համար։
Մեր համանքային տրանսպորտային միջոց ենք ունել։ Եվ իհարկե գյուղաբնակներն ամփոփում են ամենաժողովրդավարական ձևաչափով։ Սամ արձանագրվեց, որ Քասախ համայնքի պահանջը 59 համարի տրանսպորտային միջոցը համայնք բարձրանալն է։ Գյուղի ներկայացուցիչն այս ընտրությունը կհասցնի մարզպետին համաձայնության են եկել այս ընթացքում։ Երևան աշտարակ մայրուղին չեն փակում, գնում են բանակցելու, դեռ մի բան էլ, որ երկու պաշտոնյա պաշտոնանք չանեն, թե ով այստեղ անուններ չեն հստակեցնում։ Բանակցություններից արդյունք չլինի, շաբաթ օրը մայրուղի դուրս կգան, քաղաք մուտքն ու ելքը կարգել են։ Արդեն երկրորդ անգամ է վարչական դատարանը անվավեր է ճանաչում կարմիր գծերի համար սահմանված տեղական վճարներին վերաբերող որոշ դրույթներ։ Ուրեմն հիմա հնարավոր է կայանել կարմիր գծերում ու չվճարել։ Առաջին անգամ նման որոշում է եղել նախորդ տարի։ Դատարանն արձանագրեց, որ քաղաքապետարանը որևէ կերպ չի ապացուցել, որ վճարը շեշտակի ավելացրել է ծառայությունների որակը բարելավելու նպատակով, իսկ փողոցները բեռնաթափելու պատճառաբանությունն իրավաչափ չէ։ Եվ նաև բողոքա ներկայացվելու նաև այս երկրորդ որոշումը, որը որ արդեն կայացվել է դատարանի կողմից, տեսեք, այն գաղափարը, որ դրվել էր կարմիր գծերի, այսպես ասած, տարիֆների բարձրացմանը, դա ինքը որոշակի նպատակ ուներ, թե կենտրոնի բեռնաթափման, թե առհասարակ այդ ոլորտում, հասարակական տրանսպորտի ոլորտում մի շարք փոփոխություններ բերելու։ Կարմիր գծերում կայանման վճարի անցած տարվա զգալի ավելացումից հետո հայտնի է, A գոտում կայանելը տարեկան 12,000 դրամից դարձավ 160,000 դրամ, իսկ B գոտում 12,000-ից 24,000 դրամ։ Դեռ նախագծի հիմնավորման փուլում թանկացումների նպատակը մեկն էր՝ բեռնաթափել կենտրոնը, սակայն այսօր քաղաքապետարանից ասում են, որ ժամանակին տարեկան վճարն ընտրողների թիվը տասնյակ անգամներով ավելի մեծ էր, քան հիմա։ Բոլոր այն ատյանները, որոնք որ մեր երկրում առկա են, այսինքն միջև վճռաբեկ դատարան, դեռ սպառված չի։ Այսինքն պետք է այդ ամբողջական սպառում ստանա եւ վերջում նոր հասկանանք այդ ինչա դա տալիս մեզ։ Փաստորեն կայանատեղիների հետ կապված գումարները գանձվում են միայն այն հատվածներում, որտեղ տեսանկարահանող սարքերի միջոցով հսկողություն է իրականացվում։ Մասնագետները փաստում են, որ այն պատշաճ վարչարարությունը, որը ժամանակին չէր կատարվում, այժմ կատարվում է, իսկ այս որոշումը վճարում չկատարելու հիմք չի կարող լինել։ Քանի որ այլ տիպի վարչարություն էր արվում, այո, մենք կարմիր գծերի գրեթե բոլոր վարչական ակտերը դատական կարգով բեկանում են, բայց հիմա վարչարությունը մի այլ ձև է, այսինքն այստեղ իրենք բոլոր ապացույցները եւ հիմնավորվածությունները ներկայացնում են եւ կայանատեղիների հետ կապված գումարները գանձվում են միայն այն հատվածներում, որտեղ տեսանկարահանող սարքերի միջոցով հսկողություն է արվում։ Բոլոր այն պահանջները, որ ժամանակին չէր կատարում, քաղաքապետարանը արդեն կատարում է։ Առայժմ պարզ չէ թերևս, թե իրականում ով է ճիշտ վճարող վարորդը, թե չվճարողը, ում կողմն է օրենքը եւ կարող է քաղաքապետարանը վարչական պատասխանատվության ենթարկել վճարից խուսափած քաղաքացիներին։ Ոչ իրավաչափը իրենց պատճառաբանությամբ կամ դրա բացակայությամբ կարմիր գծերի թանկացումը արդեն երկրորդ անգամ, մեկ անգամ 2024 թվականի թանկացումը, 2025 թվականի թանկացումը, իրենք ըստ էության եւ բովանդակային առումով իրենց բողոքներով, որ անդադ ներկայացնում են թե իբր բողոքարկում են, որևէ լուրջ իրավական կամ փաստական հանգամանք չեն վկայակոչում։ Դատարանը հիմնավորել է քաղաքապետարանը որևէ ձևով չի ապացուցել, որ վճարը շեշտակի թանկացրել է ծառայությունների որակը բարելավելու նպատակով, սակայն սա քաղաքացիներին հնարավորություն չի տալիս անվճար օգտվել կարմիր գծերից։ Մասնագետներն ասում են, քաղաքացիները պետք է վճարեն նախկինում սահմանված արժեքները։ Երևանի քաղաքապետարանը իրավունք ունի գանձել գումարները այն չափով, որ ոչ իրավաչափ չի ճանաչվել, այսինքն ըստ գործող օրենսդրության կարգավորումների այժմ կարմիր գծերի սակագինը պետք է լինի տարեկան կատարվածքով օրինակ 12,000 դրամ, դա բխում է վարչական դատավարության օրենսգրքից։ Մինչև քաղաքապետարանը կբողոքարկի դատարանի որոշումները, վարորդներն էլ շարունակաբար տուգանվել վճարել։ Օրինականության խնդիրը թերևս բաց է։ Հունիսի 5-ին 37-ամյա Կարենը Ֆորդ Տրանզիտով Երևան-Գյումրի ճանապարհին բախվել է հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհին տեղադրված երկաթե պատնեշներին, ապա բետոնե պաշտպանիչ քարերին ու բռնկվել։ Վարորդը կարողացել է ժամանակին դուրս գալ մեքենայից, որում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի 100 մետրից։ Փրկարար ծառայության աշտարակի շրջփրկարարական ջոկատի շրջփրկարարներն են մարել կրակը, սակայն մեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի առաջին վաշտի պարեկները։ Ավտոմեքենան
օգտագործում էր որպես ծաղիկներ տեղափոխելու համար։ Վարորդն էլ Արագածոտնի մարզի բնակիչ է, ով իմ տեղեկություններով ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Հունիսի 4-ին Արմավիրի Ծաղկունք գյուղի գլխավոր փողոցում բախվել են Մերսեդեսը եւ Լադա Պրիորան։ Հավաքվածները հայտնել են, որ տուժածներ կան, այդ թվում երեխա։ Մեքենաները հայտնվել էին ճանապարհի մեջտեղում, սակայն պարեկները ուշանում էին։ Եվ Հրազդան քաղաքում հուշարձան է վանդալիզմի ենթարկվել դեռևս անավարտ այս հուշարձանի պատերին խզբզոցներ են։ Մոմակալներն ամբողջությամբ պահպով են լսված, պատկան մարմիններն ու նաև քաղաքացիները պետք է հոգ տանեն հուշարձանի բարեկարգման մասին։ Տեսախցիկներ են պետք տարածքը վերահսկելու համար։ Բարձի թողի վիճակ է, ահավոր վիճակ է, դա պետք է առաջին հերթին ուզի Կոտայքի մարզպետին, Հրազդանի քաղաքապետին, կրթության, գիտության, մշակույթի նախարարին